Թշնամիները երբեք չեն հասկանում ով էլ լինեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ նաեւ քրիստոնեական աշխարհում բոլոր նրանք, ովքեր նահատակվում են, կյանքից կյանք են փոխադրվում եւ ոչ թե մահանում են։ Հետևաբար այս օրերին, երբ այս երկիրը գտնվում է գրակների տակ եւ այնպիսի բահ, երբ թշնամիները իրենք ուզեցել են այդ պատերազմը ստեղծել եւ ոչ թե այստեղից պատերազմ է հռչակվել, թեր մարդկությունը չի հասկանում, որ աշխարհի սկիզբից մինչև այսօր չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն այս կյանքի բարելավման։ Հետևաբար այս օրերին հարգելով հիշատակը բոլոր նահատակներին, մենք ողջունում ենք Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի բոլոր զավակներին, բոլոր այն ազգերին, որոնք այս երկնքի տակ են ապրում, մաղթելով, որ Նովրուզը նոր օրեր բերի եւ այդ նոր օրերի անունը խաղաղություն լինի։ Մեր աղոթքների մեջ հատկապես հիշում ենք բոլոր նահատակներին, նրանք, ովքեր իրենց կյանքը կորցրին այս անօրեն պատերազմի ընթացքին, հատկապես այն աղջիկերքին, որոնք իրենց դպրոցի մեջ, իրենց ուսումնական օրերի ժամվա ընթացքին, դասերի ընթացքին նահատակվեցին, փոխադրվելով Աստծո գիրկը եւ ոչ թե չարերի գիրկը։ Նրանց բոլորի մայրերի արցունքը, եթե աչքերի մեջ դադարի, նրանց հոգում չի դադարելու, այլ միշտ լացելու են հիշելով իրենց զավակներին, նրանք, ովքեր փայլուն ապագա ունեին այս երկրում։ Ես մաղթում եմ, որ այս նոր տարին լինի խաղաղության տարի։ Միշտ մենք մեր անձի վրա ենք կենտրոնացնում, ասելով, որ առողջություն լինի, բայց այս օրերին հատկապես զգացինք, որ կա նաև կարևոր մեկ իրականություն աշխարհում, այս աշխարհում այդ էլ խաղաղությունն է։ Աստված թող խաղաղություն բարգեւի Ջումհուրի Իսլամին եւ ամբողջ աշխարհին, որբեսի մեծագույն մտահոգություններից մեկը վերջ գտնի մեր կյանքում։